Ուրեմն ուզում եմ անդրադառնամ այս Մերձավանի դեպքի հետ կապված ուսուցիչի, որ երեխեքը տենց չբունտ էին արել, նախապես ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչը խայպի համար չեմ անում, որ ինչ որ այստեղ շոուի հատկանիշ ոչ մի բան չկա։ Եթե չգիտեք, իմ մայրս նույնպես մանկավարժ է, գրեթե արդեն 30 տարի է, նո հələ 30 չի լրացել, բայց այդքան երկար։ Ես մի քանի բան եմ էլի ուզում ասեմ, աբսոլյուտը չեմ ճանաչում այդ կնոջը, ես միշտ դեմ եմ եղել յուրաքանչյուր մանկավարժի բռնությանը եւ նմանատիպ որ մանկավարժնաբռնություն ենթարկում եւ այլն եւ այլն, բայց իմ համար իմ մանկավարժները, իմ դպրոցի ուսուցիչները, օրինակ Տիկին Մարտիրոսյանն է, հիմա երևի ինքը ինձ կլսի, ինքը 3 տարի, 4 տարի ինձ դաս տվել, ինքը ինձ մամայի նման է եղել։ Այսինքն ին վերաբերմունքը ուսուցիչներին եղել է տենց, ոնց որ իրանք տնից եկել են այդտեղ, իրանք են մեզ կարող է ինչ որ բան թերացել են, ինչ որ բան սխալ են արել, բայց իմ համար էսի մնացած աբսուրդ է, իմ համար էսի բռնություն է, կոնկրետ ուսուցչի նկատմամբ։ Եթե դաժե ինքը իրան սխալ է պահել, ինքը էսի բռնություն է կոչվում, տվյալ ուսուցչի նկատմամբ։ Ես չեմ հասկանում այդ ոնց է եղել, որ այդ ամեն ինչը ցենց տարածվել է, թույլ է տրվել։ Դե հիմա ես էլ հակառակն եմ անում, չեմ իմանում աբսոլյուտն ինչ է եղել, աբսոլյուտն ախպեր չգիտեմ։ Վերցնենք այդ դա ուսուցիչը կոմպետենտ չի, պետք է այդ ուսուցչին հեռացնել դպրոցից։ Կոմպետենտ չի, հեռացեք դպրոցից։ Չգիտեմ ինչ ուզում եք արեք ախպեր, բայց ես ինչ որ տեղի ունեցել, այն երեխան որ ասում է, հորը սարև ասել է, ես էլ հիմա ասում եմ, հորը սարև ասում եմ, ոսի խայբ չեմ անում, այդ կինը որ ասում է վարկ տիվեք, ես ասում եմ, ուզում եմ այդ կնոջը աջակցեմ բոլոր այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն։ Ես այդ կնոջը, այդ ուսուցչին իմ ընտանիքի կողմից ասեմ, որ հիմա իմ ընտանիքում այդքան էլ հեշտ շրջան չի, բայց ես իմ ընտանիքի կողմից այդ կնոջը ուղղակի $1000 նվիրում եմ ու կրկնում էսի խայբ չի։ Էսի նրա համար, որ այդ կինը իրանից գա, որ իրան էլ են աջակցում, ախպեր էսի նորմալ չի։ Եթե ինչ որ մեկը մտածում է այդ երեխեքի արածը նորմալ է, արա ես ուրեմն իմ երեխեքին վեկալ եմ եթե Ամերիկա ապրեմ, որտեվ այդ ամեն ինչը նորմալ է։ Ես իմ երկրում եմ ապրում, որտեվ սիրում եմ այս երկիրը։ Ես մի 50 անգամ ասել եմ, ես շատ բաց ազատ մարդ եմ, բայց այդ ամեն ինչի մեջ ունենք մենք ավանդույթներ, որը երբ որ մենք խախտում ենք, մենք հայել չենք լինելու։ Հիմա մենք դի բոլորով հասկանանք վերջի վերջո մեր տեսակը, իդենտիչնեսը, այն ինչ որ մեր յուրահատկությունը կա, մենք ուզում ենք պայենք, թե պրոստը խուրդվենք գնանք սաղ ազգերի նման դառնանք։ Ախպեր մենք հայ ենք, մենք ունենք մեր ձևը։ Ես նորից եմ ասում, այդ կնոջը չեմ ճանաչում, աբսոլյուտնը, վստահ եմ, ես հիմա այդ որ գուման ասում, լրիվ լուրջ եմ ասում, իմ ոչ կոնտակտ ունեմ, ոչ անունը գիտեմ, իրանք կգտեմ, այդ կփոխանցեմ, ու ես ուզում եմ որ էլի մարդիկ սենց մի անեն, այդ կնոջը աջակցեն, որովհետև այդ կնոջ դեմքով, սենց ասեմ, այդ կնոջ դեմքով լիքուրի ուսուցիչներն են ախպեր, որոնք մեր երեխեքի համար ծնող են, այսինքն հիմա ինչ այդ մարդիկ վախեցած են, որ հանգած մի հատ բան չլինի, մի հատ է կարող ավել բան անեն, ոնց որ մեր ծնողն է մեր հանդեպ արել, ոնց որ մենք ենք մեր երեխու հանդեպ արել, սենց բեսցամ ժամանակակից մարդիկ ենք դարձել։ Վայ։ Ես մենակ մի բան կարամ ասեմ, որ ես պրոստը սենց ասեմ, ես մտածում եմ ախպեր իմ ծնողը տելներ։ Այդ երեխեքի սաղ տնեցիկին կգտնեի տեղում կգտնեի, որովհետև իմ ծնողն էլ կարա լինի ուսուցիչ ու սխալ իրան պայ, լյուբոյ մարդու նման։